Ինչպես գիտեք, մեզ արդեն միացել է գրեթե 15,000 կամավոր եւ այդ թիվը իրականում ավելի մեծ է, քանի որ միանում են շատ մարզերից։ Մենք ամեն շաբաթվա մեջ մի քանի անգամ ունենում ենք նաեւ մարզական այցեր, որտեղ տեսնում ենք մեր մարզերում բնակվող ժողովրդի ակտիվությունը։ Իհարկե կարևոր է ընդգծել նաև երիտասարդների ներգրավվածությունը մեր շարժման մեջ։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք որ իր մեջ ներառում են տաղանդավոր երիտասարդների աջակցություն, կարևոր ենք համարում, որպեսզի տաղանդների կողքին մարդիկ լինեն իրենց ուղու ամենասկզբից, եւ հենց դա էր պատճառը, որ Սամվել Կարապետյանի կողմից ընդգծվեց այդ ուղղությունը, աջակցություն տաղանդավոր երիտասարդներին, եւ ուզում եմ վստահությամբ եւ մեծ պատվով նշել, որ այս 6 ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդների աջակցություն է ցուցաբերվել, որպեսզի իրենք բարձր ներկայացնեն Հայաստանի Հանրապետության անունը տարբեր միջազգային հարթակներին։ Սա նոր ուղղություն չէ մեզ համար, պարոն Կարապետյանը 30 տարից ավել է միշտ բարձր ուշադրության ներքո է պահում երիտասարդներին Հայաստանի Հանրապետության, կլինեն ուսանողներ, դպրոցականներ, իր բարեգործական ծրագրերի շրջանակներում, եւ մենք շարունակելու ենք իր գործը, շարունակելու ենք մեր ձևով եւ աջակից ենք լինելու յուրաքանչյուր Հայաստանում բնակվող տաղանդավոր հային, որպեսզի իրենք չլքեն հայրենիքը, այլ իրենց պոտենցիալը օգտագործեն ներքրի ներսում։ Շատ լավ, Տիկին Գումաշյան, նաև ասացիք, որ մարզային այցերին դուք եւս ներկա եք միշտ լինում, հատկապես ինչ խնդիրներ կա, որոնք բարձրաձայնում են ու լուծման տեսլականը ինչպիսին է մեր ձևով շարժման։ Իհարկե առաջնահերթ խնդիրը, որ գործազրկությունը մեր երկրում շատ բարձր նշաձող ունի, ընդ որում համ երիտասարդների, համ թոշակառուների, համ միջին տարիքի մարդիկ պարզապես աշխատանք չունեն։ Սա պարզապես խնդիր չի, իհարկե մենք մեր շարժման շրջանակներում իրականացրել ենք եւ պրոցեսի մեջ են որոշ քայլեր, որոնք նպաստելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Եթե խոսում ենք գյուղական մեր այցերի մասին, իհարկե մեր գյուղական համայնքներում ապրող գործընկերները եւ հայրենակիցները նշում են որպես համար մեկ խնդիր նաև մթերման հարցը, քանի որ գյուղատնտեսության մեջ, եթե դու արտադրում ես, եթե դու աճեցնում ես այդ մթերքը եւ այլն, բայց սպառման շուկա չունես, դա նույնն է, ինչ որ ընդհանրապես չաճեցնես։ Մենք ունենք շատ մեծ ծրագիր, որը նաև մեր գյուղատնտեսությանը նպաստող զարգացման ծրագրի մեջ է, որտեղ որ պիտի ստեղծվեն մեծ մթերման կայաններ։ Իհարկե նաև երիտասարդները եւ ընդհանրապես դպրոցական շրջանակներում նշում են զբաղվածության հարցը, որ երիտասարդները նույնիսկ սպորտային դահլիճներ չունեն, ժամանցի վայրեր չունեն, իսկ որտեղ որ կան այդ վայրերը, իրենք զրկված են ջեռուցումից կամ պատշաճ, այսպես ասած, կարևոր կետերից, որոնք որ պարտադիր են իրենց երիտասարդությունն ու մանկությունը ապահովելու համար։ Բազմաթիվ են խնդիրները եւ ամեն խնդիր ունենալու է մեր ուշադրությունը եւ բոլորով միասին անցնելու ենք այդ բոլոր խնդիրների լուծման վրայով եւ տալու ենք մեր լուծումները մեր ձևով։